Նախագծի հովանավոր Մոնտե Մարկետ։ Նախագծի հովանավոր 911 Detox Center։ Երբ կովը կարողացավ կանգնել ճանապարհի եզրին, բոլորը անվանեցին դա պարկովկա։ Բարի երեկո, սիրելի հեռուստադիտողներ, AMJ հեռուստաընկերության եթերում իր աշխատանքն է սկսում Armenian Evening հաղորդաշարը։ Յուրաքանչյուր հինգշաբթի երեկոյան ժամը 22:30 կամ ինչպես ասում են 10:30 PM մենք միասին հանդիպում ենք AMJ հեռուստաընկերության ուղիղ եթերում, որպեսզի լավ ժամանակ անցկացնենք։ Եվ այսօր նույնպես այդ ամենը լինելու է, որովհետև շատ հետաքրքիր հյուր է լինելու այսօր մեր եթերում, բնականաբար հաճելի հարցազրույց, խաղ մեր հյուրի հետ եւ իհարկե անակնկալ, այնպես որ բոլորը այս պայն նստած դիտում են Armenian Evening, իսկ մենք ոնց որ ասած այստեղ սկսում ենք։ Սիրելի հեռուստադիտողներ, այս պայն սիրով ուզում եմ ներկայացնել մեր նախագծի գործընկերներին, շնորհակալություն հայտնել աջակցության համար, որովհետև մեր հովանավորների, մեր գործընկերների շնորհիվ մենք կարողանում ենք աշխատել եւ շարունակել մեր եթերները։ Եվ այսպես Armenian Evening նախագծի հովանավորն է 911 Detox Center կազմակերպությունը, որը օգնում է այն մարդկանց, ովքեր ունեն վնասակար սովորություններ, ունեն կախվածություն եւ վերադարձնում լիարժեք կյանքի, այնպես որ եթե ձեր շրջապատում կամ դուք ունեք խնդիր, տառապում եք այդ խնդրով, չգիտեք ինչ անեք, ոնց անեք, լուծում կա։ Լուծումը 911 Detox Center-ն է, որովհետեւ մասնագետներ, ովքեր այստեղ աշխատում են, շատ եւ շատ մարդկանց օգնել են եւ հավատացեք, որ նույնպես խնդիրը լուծված կլինի։ Հեռախոսամանը 409 900911։ Մեր նախագծի գործընկերն է Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիրը, յուրահատուկ, դրախտային իհարկե միջավայր է այստեղ, որովհետև հայտնվելով այս հյուրանոցային համալիրում դուք ոչ միայն հաճելի լավ ժամանակ կանցկացնեք, այլ նաև կօգտվեք ուշադրություն տաք հանքային ջրով լողավազաններից, պատկերացնում եք այնպես որ յուրաքանչյուր հանգստյան օր կամ երբ ցանկանում եք իհարկե զանգահարում եք, պատվիրում եք, ամրագրում եք ձեր տեղը, գնում եք եւ պարզապես հրաշալի լավ ժամանակ եք անցկացնում, չենք մոռանում տաք հանքային ջրով իհարկե լողավազաններից։ Հեռախոսահամարն է 760 329 60 33 Lido Palms Resort and Spa։ Ես շնորհակալություն եմ հայտնում մեր գործընկերներին եւ այս բան շատ արագ ընթերցեմ այսօրվա ընդգրկված նորությունները եւ այնուհետեւ սիրով ներկայացնեմ մեր հյուրին։ Ճապոնիայում ստեղծել են գրիչ, որը կծառայի ավելի քան 100 տարի։ Նախատեսված լինելով 1 միլիոն սեղմանը դիմանալու համար եւ պատրաստված ամբողջությամբ 5-րդ կարգի տիտանից գրիչը կծառայի առնվազն 100 տարի։ Որոշակի առումով դա իհարկե վատ չէ, որովհետև 100 տարուց հետո երբ գրիչը հանկարծ կորցնեք, հանգիստ կարող եք ասել, հա դե լավ 100 տարվա գրիչ էր, ինչ չէր պետք։ Ավստրալիայում կենգուրուն կռվել է տղամարդու հետ եւ փորձել է նրան խեղդել ջրում։ Իդեպ այն հարցին թե ինչպես է այդ ամենը, ինչն է պատճառը այս ամենի, մասնագետները պատասխանեցին, որ տղամարդը կենգուրուին փող էր պարտք։ Այսքան էր մեր նորությունները, սիրելի հեռուստադիտողներ, իսկ ընդամենը մի քանի վայրկյանից սիրով կմիանանք եւ կներկայացնեմ մեր այսօրվա հյուրին։ Եվ այսպես սիրելի հեռուստադիտողներ, այսօր Armenian Evening նախագծի հյուրն է տաղանդավոր մարդ, ժողովրդական երգիչ, հրաշալի անձնավորություն Էդգար Խաչատրյանը։ Էդգար ջան, բարի երեկո։ Շնորհակալ եմ հրավերքս չմերժելու համար, շնորհակալ եմ, որ այսօրվա երեկոն կանցկացնենք միասին։ Էդգար ջան, ժողովրդական երգիչ, ժողովրդական երգ, գիտես, առհասարակ, երբ ես սիրով հյուրընկալում եմ շատ եւ շատ լավ հաճելի մարդկանց, միշտ իհարկե
Սկզբնամասում փորձում ենք հիմքը հասկանանք, այսինքն ինչից սկսվեց երգ, ինչից երգելը սկսվեց, դե քո պարագայում ես ոնց հասկանում եմ այլ կերպ անհնար էր, որովհետև հայրիկը նվագում էր, մայրիկը երգում էր, չնայած մասնագիտական կրթություն չուներ, բայց այնուամենայնիվ, այսինքն երաժշտական ամբողջությամբ երաժշտական մթնոլորտում էր։ Բայց մի հարց, Էդգար ջան, մի քիչ մանրամասնես իհարկե ինչից սկսվեց այդ ամենը, բայց ինչու ոչ նվագել, այլ երգել, որովհետև փաստորեն տունը երկու գիծն է եղել։ Այո, կար, բոլորը նվագում, երգում, նույնիսկ տատիկիս էլ հումոր էինք անում, ասում էին տատին էլ հաղորդավարն է։ Տատին էլ հաղորդավար։ Դե բոլորը իսկակ լավ հնարավորություն է, հիմա որ հետ եմ նայում պրոֆեսիոնալ ականջով, շատ տաղանդաշատ էին, տաղանդաշատ էր հայրիկս, նվագում էր տարբեր գործիքների վրա։ Տարբեր գործիքների վրա։ Կլարնետ, գիտար, հարվածային գործիքներ, դուդուկ։ Մայրիկը շատ սիրուն ձայն ունի, ճկնաղ երգում է, բոլոր ժողովրդական երգերը ես սովորել եմ իրենից։ Հետո արդեն ուզեցինք դեպի պրոֆեսիոնալ աշխարհը, որովհետև ես ինչ հիշում եմ, երգում եմ։ Այսինքն հա, դե փոքրուց ի նկատի ունես փոքր ժամանակից երգեցի։ Նվագելը այդպես ինչն էր խնդրեմը, մեր շատ վատ տարիներ էին 87 մեր գյուղից էլ այդ ավտոբուսը այնց ուժեղ ձմեռ էր անում, չէին կարողանում գնանք ջերմուկ, բանի ինչ անունը, երաշտական դպրոց։ Ու դες չստացվեց իմ գնալը, բայց հետո արդեն որ եկա Երևան, արդեն դե պրոֆեսիոնալ կրթություն ու ընդունվեցի կոնսերվատորիան, սկզբից Հովհաննես Բադալյանի մոտ, հետո գնացի բանակ հետ եկա ու ընդունվեցի օպերային արդեն։ Այ գիտես ինչ է։ Բադալյանը ավելի շատ Հովհաննես Բադալյանը եւ Արզազ Գրիգորիչը ասեցին, որ անպայման պետք է վոկալ կրթություն, ճիշտ վոկալ դասական կրթություն ստանաս։ Էդգար ջան, բայց տես, այսինքն իսկ ինչն էր պատճառը փոխելը, հա, ժողովրդական երգիչ օպերային։ Ես որ երգում էի, Հովհաննես Բադալյանն ասում էր՝ «Այ բալա ջան, այսքան պուճուր ես ձենդ որ դու ցագանի»։ Մեր սարը։ Ու ասեց ափսոսա մշակի, ես շատ ուրախ եմ, որ այդ ուղղությունը ցույց տվեցին, չնայած վարպետը մեծ լավ դաս է տվել ինձ շատ ժողովրդական երգի վերաբերյալ եւ արդեն Սերգեյ Դանելյանը իմ հիմնական ուսուցիչը ինձ տվեց այն հրաշքը, որ այն վոկալը, այն արհեստավարությունը, որը միջև հիմա արդեն այո, դե մենք իհարկե այսօր այդ ամենը սիրելի հեռուստատորի հայկը վայելելու ենք, ես մի քիչ իհարկե առաջ ընկամ։ Բայց լավ, այդ դեպքում իսկ եթե հետո օպերային շարունակեցիր օպերա, իսկ ինչու հետո չշարունակեցիր։ Պատմությունը շատ ազնիվ կասեմ ձեզ։ Ուրեմն մեջը տակը բան չկա։ Չէ, դա չէ, այո։ Ուրեմն հետաքրքիր էր, դե ջերմուկից Երևան գնացա, պետք է ապրել։ Երկրորդ կուրս երգում ենք, ընկերներիս հետ երգում ենք, մայստրոս, բրավո Ազիզյան, ռուսախոս էր, բրավո, հետո արդեն տեսա չէ, դժվար է ապրելը, ու գնացինք ռեստորան, ժողովրդական գործիքներով, ու սկսեցինք երգել ժողովրդական երգ, որ պետք է տուն պահել։ Այո, սա այո, եւ արդեն երկրորդ կուրսից սկսեցի ես աշխարհը ման գալ։ Ահա։ Գուրսանական անսամբլի հետ, հետո երկի բարի անսամբլի հետ, հետո տարբեր ու միջև հիմա արդեն երևի 20-ից ավելի երկրներ հարավային Կորեայից միջև Նյու Յորք, ուր ասես մանեկանք, ժողովրդական երգով ապրեցինք ու ունենք այնինչ ունենք։ Իսկ ես քեզ ասեմ, որ իհարկե դեռ անելիքներ շատ կա, բայց այնուամենայնիվ շատ եւ շատ բաներ կան եւ հիմա մենք խոսենք այդ ամենի մասին իհարկե նաև այդ գնահատման մասին, որովհետև շատ կարևոր է երբ գնահատում են արտիստին, բայց քիչ ուշ դրա մասին։ Ես հիմա ուզում եմ անպայման խոսենք, այ ոնց հայտնվեցիր, դու փաստորեն եղել ես Թաթուլ Ալթունյանի երգի բարի պետական անսամբլը որպես մենակատար, առհասարակ ոնց հայտնվեցիր, եւ գիտես մի քիչ ընդլայնենք, հա, եթե կարելի է, Էդգար ջան, բնականաբար իհարկե շատ են սովորողներ, ուսանողներ, ովքեր ավարտում են, հա, ժողովրդական բայց ոչ բոլորն են հայտնվում։ Լավ, այդ դեպքում նախ խնդրեմ կասես դու ինչպես հայտնվեցիր եւ առհասարակ ինչ է լինում այն երգիչների հետ, ովքեր ավարտում են, հա, բուհը որպես ժողովրդական երգիչ, բայց անամեն չեն հայտնվում անսամբլներում։ Առաջի հարցից այո, դա կարևորն է։ Հետո մնացածը կասեմ ոնց հասկանում եմ ես։
Ինձ տարավ իմ շատ հարգելի պատվելի ընկեր, իմ ավագ ընկեր Հայկազը Հակոբյան, որը եղել է Երգիպարի անսամբլի սոլիստ քամանչահարը, կոնցերտը գնանք Թողլուսի, բայց միջև այդ ազնիվ պետք է լինել, ես երգել եմ ուսանական անսամբլում, որը հիմա ցավում եմ, որ փակեցին։ Հրաշալի խումբ, 2 տարի երգեցինք, առաջի բեմելս այնտեղ ա եղել, բայց մեծ կոլեկտիվ Հայկազը Հակոբյան գնացի ու երգեցի եւ ընդունեցին։ Այսինքն, եթե չլիներ փաստորեն Հայկազ Հակոբյանի այդ նախաձեռնությունը, ինքը գիտեք ոնց են, որ նոր ուսանող որոշելիք ունես, թևերով հավաքեց, գնացինք ախպերս ու գնացինք Աստված։ Այո, դա ու արդեն սոլոն էր։ Ես չեմ ուզում գլուխ գովալ, բայց 13 սոլո ունեմ Երգիպարի անսամբլում, 13 երգ, որը մեծ թիվ է մեծ անսամբլի 75-ամյա անսամբլի համար, եւ ես աշխատել եմ դե 10 տարի։ Դե 10 տարի դե բավական է։ Սոլիստները ունենում են 2, 3, 4 երգ մաքսիմում, բայց ես ունեմ համարյա 13 14։ Դա արդեն որի համար այո, բրավո։ Դե ամենայն դեպս այնուամենայնիվ այստեղ իհարկե եթե չլիներ քո տաղանդը, այնուամենայնիվ տվյալ պարագայում Հայկազ Հակոբյանի նախաձեռնությունը չէր օգնի, հա, եթե այդպես նայենք։ Իհարկե, որովհետև մարդիկ լինում են, չէ՞, քո կյանքում, որ միշտ ինչ-որ մի բանի ուղղություն է տալիս կամ քեզ թև է տալիս գնալ դրան։ Դե ամեն դեպքում ջահել դժվար, հիմա չէ, որ ամեն ինչ գիտենք։ Այո։ Չենք ծնվել։ Դե համենայն դեպս այո, դե դրա հետ մեկտեղ արի համաձայնենք կամ մի լավ արտահայտություն, որ տաշած քարը գետնին չի մնում, այնուամենայնիվ իհարկե եթե տաղանդը իհարկե կա տաղանդը, այնուամենայնիվ ինքը կգտնի իր ուրույն տեղը այս ասպարեզում։ Բա լավ, այդ դեպքում, նու համարենք դու շատ տաղանդավոր ես, դա այդպես թե այնպես, չեմ ուզում իհարկե քո վրա օրինակը բերեմ, բայց որևէ մեկը շատ տաղանդավոր է, բայց այնուամենայնիվ այտենց մեկը չկա նախաձեռնող, որ իրան ինքն էլ մի քիչ համեստ է։ Այդ դեպքում ինչ անում, ինքը ավարտում է բուհը եւ ես մի հատ դիվիզ ունեմ, ճիշտ եմ խոսում շատ դեպք։ Կարգախոս։ Բառերից նորմալ է, մեր հանգիստ զրուցում ենք շատ անում չէ, մեր պետք է ունենալ պլան դու ինքդ գծած, այո։ Պետք է ունենալ նպատակ, որը ախպեր ջան, ես պիտի հասնեմ այնտեղ։ Այո, եւ ահա։ Իհարկե չկորցնելով մարդկային արժանինքներն ու որակները, բայց պետք է հասնել դրան, գոնե ապրածը տարիներն ու օրերը հենց այնպես չանցնեն։ Այսինքն, եթե Աստված քեզ նվեր է տվել, այս տաղանդն ու հնարավորությունը, դու պետք է օգտագործես։ Իմիջիալոց ես երևի մի 6-7 ամիս տեղ չի երկեցի, աշխարհի ամենա ոնց ասեմ, վատ ու ողորմելի հոգեվիճակի մեջ էի հայտնվել, որովհետև ես իմ գործն է։ Հա, քո գործը սիրում եմ աշխարհի չափ։ Ու սիրով ես անում, էս է քո կյանքը, դու ստանով ես երջանիկ։ Ուզում ես 100 միլիոն տան, բայց որ չես երգում, սիրտդ տխուր է։ Այո, համամիտ եմ, շատ հրաշալի խոսքեր։ Այնուամենայնիվ նաև փաստորեն Էդգարի կողմից որպես խորհուրդ երիտասարդներին, այո, եթե որոշել եք այո այդ ասպարեզը, ընտրել եք այդ ասպարեզը, ընտրել եք երկն ու տվյալ պարագայում խոսում ենք իհարկե երկի մասին ժողովուրդը, այո, ունեք նպատակ, որ ինչ պետք է անեք եւ հասնեք, որովհետեւ իրոք մի հատ հետաքրքիր կներեք, խոսքը չմոռանաք, հետաքրքիր հումոր կար, ասում եմ կոնսերվատորիայի տարին, ասում եմ առաջի կուրսում հարահրճակ երգիչ են, երկրորդ կուրսում աշխարհահռչակ, երրորդ կուրսում չկա գրամպերի, չորրորդ կուրսում ամուսնանում է։ Շատ լավ է։ Տենց հումոր հիշում եմ այդ ժամանակ, այսինքն գալիս է կյանքում մի պահ, որ եթե արդեն երկ մտեցիր, այդտեղ դու պատժվում ես, որովհետև արդեն ջրբաժան եղավ, դու գնացիր ուրիշ տեղ ես գնում, այդ հետ չմնաս քո նպատակից, ով մնաս նպատակի վրա, հասավ ես օրինակ շատ շնորհակալ եմ էլի հանրային հեռուստաընկերությանը, ես 100 մոտավորապես 130 արխիվ վիդեո ունեմ, երկերկոց հաղորդում եմ, որի համար երկերկոցում, այո, եւ տարբեր հաղորդումների, որ միշտ հյուր եմ եղել։ Մի խոսքով մեծ օրկեստր։ Շատ լավ։ Մի խոսքով այո, դե ամենայն դեպս այն ամենայնիվ յուրաքանչյուր ասպարեզում ոչ միայն իհարկե մշակույթի, այլ տարբեր յուրաքանչյուր ասպարեզում իհարկե ճանապարհը հարթ չէ, բարձունք, այնուհետև իհարկե
ընկնել ներքև, միանշանակ վատ օր է, շատ վատ օր է։ Հիմա Էդգարը որ խոսում է, այնպես չի որ Էդգարի մոտ բոլորը գիտես, այդպես կարակի նման ամեն ինչ եղել է։ Ամեն ինչից, որովհետև եկել ես դժվարությամբ ես հասնում ամեն ինչին, ես չեմ շատ դժվար է։ Բայց հետո արդեն մարդ որ պոզիտիվ ալինում ավելի աշխատասիրություններ ես ինչեր եմ ասել, բայց չէ, պետքա նվիրվել ու գնալ առաջ իսկան բան։ Այո։ Օրինակը ես ինչու եմ ուզում անպայման օրինակը բերեմ, հենց մեր հաղորդման սկզբնամասում ասել, պաստորին ինչ որքան դժվար էր այդ տարիներին հասնել ջերմուկ երաշտական դպրոց, որպեսզի կարողանար նվագել։ 10 կիլոմետր չէր կար։ Տեսակ, այսինքն, հա, այսինքն որպեսզի երաշտական որևէ գործիք նվագել։ Մի խոսքով Էդգար ջան, համենայնպես բրավո, շատ լավ է, նպատակը սլաց պետք է լինել։ Պետք է գովալ գլուխ։ Երբ որ տեղին են գովում, տեղին են գովում։ Մենք տեղին են գովում։ Եվ իդեպ ես ուզում եմ անպայման նշել այդ գովելու մասին խոսքը գնաց, դա նաև գնահատվել է, որովհետև եթե ես չեմ սխալվում, ստացել ես ոսկե մեդալ հայ ազգային երգարվեստում ավանդի համար, ճիշտ է։ Այդ խնդրեմ մի քիչ մանրամասնես։ Դա եղավ սյուրպրիզ, երկիպարի անսամբլից եմ ներկայացվել, մայստրո Թաթուլ Ալթունյանի կողմից եւ իհարկե տնօրինության կողմից, հայ անկախության 11-ամյակին։ Եվ գնացինք, Էդգար գնում ենք, ասենք տեղյակ չեմ եւ Էդգար Խաչատրյանին ոսկե մեդալ հայ ազգային երգահավաստում նշանակալի ավանդ ունենալու համար, որի համար ելի շատ կարևոր է, այո, երբ իհարկե գնահատում կա, ես իհարկե հասկանում եմ, որ ամենամեծ իհարկե գնահատականը դա ժողովրդի ծափահարությունն է, մարդը դրա մասին չենք խոսում, բայց այնուամենայնիվ էլի գնահատում կարելի է։ Ծափերի մասին էլ հետաքրքիր բան ասեմ, եթե կարելի է, ուրեմն ծափերը աշխարհի ամենահարուստ ու միլիարդատեր, չգիտեմ, չի կարա այդ բանը ունեն, զգացողություն ունենա, երբ որ դու բեմում դիպչել ես մարդու սրտին անկյունին ու ծափերով քեզ նորից հետ է կանչում, դրանից չքնաղ զգացողություն իմ համար չկա։ Միանշանակ։ Էդգար ջան, լավ, հիմա փաստորեն բուրըն այսպես գործունեություն, բուրըն ծավալեցիր գործունեություն, մենակատար Թաթուլ Ալթունյանի անսամբլը, բայց այնուամենայնիվ հետո տեղափոխում Միացյալ Նահանգներ։ Արդեն քանի տարի։ Արդեն 4 տարի է։ Արդեն 4 տարի Միացյալ Նահանգներում ես եւ ես ուրախությամբ ուզում եմ իհարկե նշել, որ այնուամենայնիվ շարունակում ես քո գործը։ Այո։ Ոնց էր սկզբից դժվարություններ էր իհարկե, ոնց, նո իհարկե դեռ գնում է կայացման process-ը, որովհետեւ ես չեմ կարծում, որ 4 տարի Միացյալ Նահանգներում դա այն ժամանակ է, որ արդեն կայացել ենք, չէ։ Միանշանակ Միացյալ Նահանգներում կայանում ես մինչև միշտ, այդպես կարելի ասել։ Ես հզոր եմ, ուժեղ եմ իմ ընկերներով։ Ահա։ Իդեմս ձեզ վերջացած իմ այն լավ ու բարի անկեղծ ընկերներին, ովքեր ինձ դիմավորել են ստեղ։ Ոնց են ասում են։ Շատ կարքին, տեղը տեղին, տունը վարձած, ամեն ինչով պատրաստ, գործի տեղը, իմ ընկերները, իմ բոլոր երաժշտական աշխարհի բոլոր տղաները եւ ոչ երաժշտական հատուկ շնորհակալություն հազիվ լավ առիթ, տղեկ ջան, շատ մերսի։ Իմ ընկերներ ջան, թե ռաբիզ աշխարհից, թե կլասիկ աշխարհից, թե ոնց են ասում, էստրադային, բոլոր ժանրերից շնորհակալ եմ ձեզ, որ ինձ այդպես դիմավորեցիք։ Էդգար ջան, ուզում եմ, որ ես ռեստորանում երգես, Էդգար ջան, ուզում եմ, որ ես համերգին դու երգես, Էդգար ջան, Էդգար ջան, այս հաղորդմանը, Չակմանյանը, Գևորգ, այս հաղորդմանը, մի խոսքով բոլորին ում անունը որ չհասցրեցի, տամ շնորհակալություն։ Դրա համար ավելի հեշտ եղավ այստեղ իմ կայանալը։ Եվ ինչպես նաև այն արածները, որ Հայաստանում կար, արդեն ստեղ ոնց որ մի քիչ ծիլ կար, որը արդեն հեշտ ստացվեց։ Նաև հասցրել եմ համագործակցել Խաչատուր Ավետիսյանի տղայի հետ, մայստրոյի հետ մեր եւ մեծ սիմֆոնիկ օրկեստրով համերգ ունեցան Գլենդել հայ սկուլում, նաև ժողովրդական նվագարանների նոր բացված այդ օրկեստրի հետ եմ, որը շնորհակալություն եմ հայտնում տնօրինությանը, լավ համերգ ունեցանք, մի խոսքով կոմիտաս ենք արել, կոմիտաս ենք, մոռանում եմ, կոմիտաս ենք արել, մեծ ներկայացում արեցինք կոմիտաս։ Դա երբ?
22 թվականի նոյեմբերին հրաշալի կոմիտասի ներկայացում ենք արել, որ 25 եւ 30% երեխաներ։ Ինչից սկսեցինք, գնա դպրոցները գնալով, տարբեր դպրոցներ գնալով ու կոմիտասի մասին խոսելով, ամեն ինչը մեծ նվիրումով եւ ունեցանք լավ ռեզուլտատ, լավ մոնո ներկայացում ունեցանք։ Շնորհակալություն բոլոր իմ ընկերներին, Pop Art Studio-ին, Վարդկեսին, ռեժիսոր, բոլորին անուններով եմ հիշում, ազգանուններով չեմ հիշում, Նանեին, բոլոր այն մարդկանց, Նիկոլին, երաժշտական մասի ղեկավարը, որ ստացվեց այդ հրաշք երեկոն եւ նկարներն էլ, վիդեոներն էլ կան, շատ լավ անցավ։ Շատ լավ։ Դա իրոք բրավո, որովհետեւ շատ կարճ ժամանակում, այսինքն այսպես շատ ծավալուն համերգային գործունեություն իհարկե դա ողջունել է, շատ լավ է։ Շատ լավ։ Եվ նաև անպայման իհարկե ուզում եմ դրա մասին նույնպես խոսենք Էդգար ջան, որ այս ամենի հետ մեկտեղ իհարկե ինքդ ես ուսուցանում երեխաներին, եթե չեմ սխալվում, արդեն կա ստուդիա, խնդրեմ մի քիչ մանրամասնես։ Սիրով պետք է ազնիվ լինեմ ու ասեմ, որ իդեան կնոջս էր, Շուշանին Խաչատրյան, որը նույնպես այո, մենք արվեստի մարդ է, այո, ընտանիքի մասին խոսենք։ Եվ բացեցինք, սկսեցինք քայլեր արեցինք դեպի դուղություն երկի բարի ստուդիա։ Երկի բարի ստուդիա, այսինքն դու երգն ես ուսուցանում, Շուշանը պարը։ Այո, եւ դա միքսվում է, ինչով։ Երկիշները երգում են եւ միքս միած ստեղծագործություն, բեմադրություն, ինչ որ, օրինակ ուսանող ունենք, որ համ երգում է, համ պարում է, մի խոսքով, բայց դնում ենք ազգային երգերաշտության հիմքը, ազգային ճիշտ մտածելակերպը, երաժշտություն լսելը ու առհասարակ պարի ձևերը, մեր երկի պարի անսամբլի ոնց ասեմ, այդ կոնցեպտով արդեն այո, դաստիարակել մեր իսկ ինչ տարիքային ուսանողներ ես, ինչ տարիքային 6 տարեկանից մինչև 86 տարի 6 տարեկան, այսինքն 86 կա մարդ։ Չէ, դու ինչի հնարավորություն չէ, բայց 86 ասեցի որ բռնի 6-ից։ 6 հասկացա, ես չի 86 էլի, այդ կոնկրետ շատ լավ, 6-ից 86 տարեկան, այսինքն եթե ուզում եք իրոք երկի, ժողովրդական երկի եւ իհարկե բարի հմտություններ այդ ամենը իրականացնեք, կարողանաք դառնալ լավ։ Նռան է մեր գեղեցիկ ինչպես է կոչվում։ Նռան է, գեղեցիկ շատ անուն։ Իսկ ինչու նռան է։ Որոշումը Շուշանին էր։ Որոշումը Շուշան։ Դա այդ ընտանիքում է տենց է, կնոջ որոշումը, վсё, չի քննարկվում, մենք Իհոսքով այդից հետաքրքիր շատ արդեն իր լոգոյով, հետաքրքիր ձևով մենք լավ ընկեր ունենք նույնպես մեզ համարժեք մեր Սոնային շատ շնորհակալություն, որ բոլոր սոշիալ աշխատանքները նկարել եւ Instagram-ը բոլոր սոցիալական սոցցանցերի այո աշխատանքները, որտեղ դա էլ է շատ լուրջ մի հարց է որ անես, մյուս հարցը իհարկե որպեսզի հասարակությունը այդ ամենը իմանա։ Եվ այսօր ունենք արդեն 23-24 ուսանող։ Շատ լավ։ 6-7 երկիչ։ Իսկ չի պատրաստում որևէ համերգ արդեն։ Անպայման։ Լավ, մեր համերգի մասին քիչ ուշ կզրուցենք անպայման։ Իհարկե մոտակա պլանների մասին նույնպես երևի համերգն այդտեղ կխոսենք։ Ես հիմա նաև ուզում եմ անպայման շեշտեցի իհարկե Շուշանի մասին, հրաշալի քո ընտանիքի մասին նույնպես խոսենք, սիրելի հեռուստադիտողներ, այո, հրաշալի մի ընտանիք, Էդգարը։ Գիտես ոնց որ ստացվում էր քո ընտանիքում, հա, փաստորեն հայրիկը նվագում էր, մայրիկը երգում էր, տվյալ պարագայում դու երգում ես եւ կինը Շուշանը նաեւ Թաթոլ Ալթունյանի անսամբլի մենապարուհի է, նույնպես հրաշալի պարուհի եւ այդ ամենը իհարկե չէր կարող աննկատ մնալ, որովհետեւ մի հրաշալի բալիկ կա, Անին մի հրաշալի բալիկ ունեն այս հրաշալի զույգը, ես ում անպայման անձամբ ծանոթ եմ այդ հրաշալի աղջկան եւ տաղանդավոր մի աղջիկ է, տաղանդավոր։ Միջալոց դες շատ էր սիրում։ Դուրս ասում միշտ հիշում էր ասում էր։ Որովհետեւ առիթ եղավ, երբ մենք որոշականում ներկայացում էր պատրաստում են ներկայացում եւ Անին նույնպես ներգրաված էր եւ մի շատ տաղանդավոր աղջնակ, ես ում եմ անպայման Էդգար ջան, որպեսզի Անին շարունակի, որովհետեւ ինքը շատ մեծ բարձունքների պետք է հասնի։ Աստված առաջ զբաղվում ենք, ուշադիր ենք ու շատ կարեւոր է դա։ Վոկալով, համ
պարով, համ Ինքը մի անգամից շատ իրոք տաղանդավոր շատ աչնակ է, որովհետև մեկ նես բաներ անում, ասում եմ անի, դու հենց հիմա դերասանություն ես, դու դրամա ես անում, դու թատրոն ես։ Պապա դու ճիշտ ես ասում։ Ինքը խաղում է, լուրջ խաղում է։ Մի օր անենց բանով խոսում էր, հեռախոսով խոսում էր, կարծեմ հորեղբորս հետ։ Անենց ընկավ ինքը իսկական վայ բալաջան ինչ է խոսում այդտենց ինքը ունենց անգնում որ դու ասում ես վերջ ջարդվեց մի բան բայց սաղ ոնց որ ինքը շոտկի գիտի ինչ անի հետաքրքիր է դե հուսով ենք իհարկե անպայման մենք լսենք իհարկե մեծ բարձունքների մասին որ կհասնի անին շատ լավ Էդգար ջան իսկ հիմա կցանկանամ որպեսզի անցնենք մեր հաղորդման երկրորդ էջին հիմա մենք միասին մի փոքրիկ խաղ ենք անցկացնելու այսպես ավելի հումորի մեջ է այսպես ավելի զվարճանք է այսպես կարելի ասել երեք երգ ենք լսելու երգերը դու կարող ես լսած լինես կարող է չլինես դա չի կարևորը այն է որ երգը ընդհատվելու է այդ հատվածը յուրաքանչյուր երգ ընդհատվելու ես 4 տարբերակ քեզ ասելու եմ մեկը ճիշտ երեքը սխալ եւ հիմա դու պետք է փորձես ճիշտը գուշակես իսկ որ չգուշակեմ ոչ մի խնդիր չկա կպարտվես ոչ մեծպես կատաստրոֆիկ բան տեղի չի ունենում մեզ մոտ եթերում մեր ընկերները իհարկե գալիս են եւ պարտվում են եւ հաղթում են ամեն դեպս փորձենք հաղթել ինչու ոչ ես պատրաստ եմ շատ լավ եւ այսպես սիրելի հեռուստադիտողներ Էդգար Խաչատրյանի հետ անցնում ենք մեր հաղորդման երկրորդ էջին եւ մեծ սիրով այս բանին լսելու ենք երեք երգի հատվածներ եւ միասին Էդգարի հետ կփորձենք գուշակել ճիշտ տարբերակները բնականաբար դուք նույնպես շատ ակտիվորեն մասնակցեք եւ փորձեք գուցե դուք էլ կարող եք հաղթել ինչու ոչ խնդրեմ լսենք առաջին երգի հատվածը Պես ընդհատվեց։ Հիմա նայ, փաստորեն խոսքը գնում է ինչ-որ մեկին, որ եկել է հայրենիք, հա, եւ ծանոթացնում է այսպես վայրեր հետ։ Սևանի ալիքները քնքուշ երգով, Արարատյան դաշտերը քաղցր բերքով, աննման Զանգեզուրը եւ հիմա ում էր Գյումրին, առաջին տարբերակը։ Աննման Զանգեզուրը Գառնի Գեղարդ, երկրորդ տարբերակը, աննման Զանգեզուրը Թթի օղին, երրորդ տարբերակը եւ չորրորդը աննման Զանգեզուրը Ռուս ու հնդիկ։ Հիմա դա շատ հիմա դա շատ ճիշտ ասած 4-րդ տարբերակը դու Ռուս ու հնդիկ չի, այո։ Բայց այդ ոնց որ հակված եմ որը ում էր Գյումրին Գառնի Գեղարդ Թթի օղին Ռուս ու հնդիկ ում էր Գյումրին մի հատ սկզբից կասեք այդ ամենա Սևանը մասը կարող եմ լսել ասեմ պարզապես Սևանի քնքուշ երգով Սևանի ալիքները քնքուշ երգով Արարատյան դաշտերը քաղցր բերքով աննման Զանգեզուրը տարբերակները լսեք ում էր Գյումրին Գառնի Գեղարդ Թթի օղին Ռուս ու հնդիկ ում էր Գյումրին ում էր Գյումրին իսկ ինչու ոչ Թթի օղին պատկերացրու Թթի օղ չէ Գառնի Գեղարդ տունը ունեմ հաղորդումից հետո շատ լավ Գառնի Գեղարդ չէ չէ ում էր Գյումրին Էդգար ջան, այսպես տենպես դեռ երկու տարբերակ ես միշտ ասում եմ առաջինի դեպքում առաջի երգի երբ սխալվում է մեր հյուրը ոչ մի խնդիր չեմ տեսնում որովհետև մենք հենց երկու տարբերակ ունենք կարող է եւ ճիշտ է ում էր Գյումրին ես չեմ ասում բայց իհարկե որոշումը քոնն է Թթի օղին ում էր Գյումրին 1 Գառնի Գեղարդ 2 Թթի օղին 3 Ռուս ու հնդիկին թողեցինք մի կողմ իրանք թող իրանց գործով զբաղվեն Գառնի Գեղարդ ում էր Գյումրին Թթի օղին արի մի հատ էլ Թթի օղին փորձենք ի՞նչ կասես Թթի օղին հա բայց չէ բան չունեմ ասելու ես հակված եմ Գյումրին ում էր Գյումրին այո շատ լավ ում էր Գյումրին այս տարբերակը ընտրեց Էդգարը ճիշտ է դա թե ոչ մենք հիմա կլսենք ոչինչ երկրորդ տարբերակը կանցնենք եւ կհաղթենք բայց ոնց որ կրվել եմ հա չէ հələ որ 3 տարբերակ ունենք հələ որ առաջինն է սա հələ որ 0-0 է հաշիվը ուրեմն Սևանի ալիքները քնքուշ երգով Արարատյան դաշտերը քաղցր բերքով աննման Զանգեզուրը ում էր Գյումրին այս տարբերակը ընտրեց Էդգարը լսենք ճիշտ տարբերակը եւ անցնենք երկրորդ հատվածին Սևանի ալիքները քնքուշ երգով Արարատյան դաշտերը քաղցր բերքով
Anlamaz hangisi kaygıyla. Բայց ոչ չի բռնում այս ամոթան։ Անկախ Հայաստան։ Գառնին եղա։ Ապա դե բայց գառնին եղա։ Բերքով, կյանքով, ով գալիս է։ Գառնի եղարդ։ Դե գառնին եղարդը պատտիմ է առանց գառնին եղարդ։ Զանգեզուրից ասենք։ Զանգեզուրից գառնին եղարդ էլի այդքան։ Չէ, ես հանգերով մոտավորապես, բայց կրվանք լավ։ Չէ, 1-0 հələ։ Okay։ Առայժմ պարտում ենք 1-0, բայց դա այդ ամենը իհարկե առայժմ։ Խնդրեմ երկրորդ երկի հատվածն ենք լսում հիմա։ Ինչիդ մեջ։ Մատիկ կանչում է արիսերի ինձանից ինչ որ խոսում է, արիսերի ինձանից, համբույրը քեզնից, արիսերի ինձանից խոսքերը քեզնից, արիսերը ինձանից ձևերը քեզնից եւ չորրորդ տարբերակը արիսերը ինձանից, սառույցը քեզնից։ Լոգիկայով։ Ոսպես մի հատ լսենք։ Հա, էլի։ Կարելի է մի հատ։ Բայց այդ ինչ ասում մատիկները դի։ Մատիկներ ինչ որ չգիտեմ ինչի մեջ։ Ես խնդրեմ, եթե հնարավոր է, հա, եւս մեկ անգամ այս տարբերակը լսենք, արիսերը ինձանից, համեն դեպս համբույրը քեզնից, խոսքերը քեզնից, ձևերը քեզնից, սառույցը քեզնից տարբերակն է։ Okay։ Լսենք։ Մատիկների մեջ իմ սերն է թաց։ Մատիկների Դե չդեմ իհարկե մատիկների մեջ իմ սերն է թաց ինչի մասին էր խոսքը գնում, Արիսեր ինձանից, համբույրները քեզանից։ Համբույրը քեզնից, խոսքերը քեզնից, ձևերը քեզնից, սառույցը քեզնից։ Բայց այդ դեպքում կարող է սառույցը քեզնից, որ ընդ թացա խոսքը գնում։ Չէ, պրովոկացիա է։ Ինչու՞։ Համբույրներն է ինձ թվում է։ Բա թաց ընդ թաց ինչ կապ ունի համբույրի հետ։ Չէ, ինչո՞չ կապ ունի, բայց թացը երևի սառույցի հետ կապ ունի։ Արիսերը ինձանից, սառույցը քեզանից։ Սառույցը քեզնից։ Միսիզնից արաղ։ Որտեվ սերը ինձանից, նայ, եթե սերը ինձանից համբույրը քեզնից մի քիչ արդեն տրամաբանորեն չի, որովհետև արդեն սերը գնում արդեն համբույրը միջև։ Սառույցին տանք։ Փորձենք։ Արի սառույցին տանք։ Փորձենք։ Արի սերը ինձանից, սառույցը քեզնից։ Ամենաանտրամաբանական տարբերակը ընտրենք, ճիշտ է դա թե ոչ մենք կտեսնենք եւ կանցնենք երրորդ հատվածին։ Խնդրեմ։ Կարևորը լավ անցնել։ Արի սերը ինձանից։ Հալեի չերացերերի Ես էդ ասում, սառույցը քեզնից։ Մեկ-մեկ։ Մեկ-մեկ եւ հիմա սիրելի հեռուստադիտողներ, մենք ասում ենք երրորդ վերջին հատվածին եւ իհարկե կտեսնենք Էդգարը կհաղթի թե ոչ։ Խնդրեմ, երրորդ հատվածը։ Չգնաս, ինձանից չհեռանաս, թե գնաս, ինձնից վառված կմնաս, թե գնաս, ինձնից կարոտ կմնաս, թե գնաս, ինձնից բարով կմնաս, եւ վերջը թե գնաս, պարտքերս չմոռանաս։ Այդան եթե նայում է, թող մի հատ մեսիջ գրի։ Այդան ես չեմ հիշում մեր սիրելի Այդան իհարկե մեր հաղորդմանուրը, բայց Այդան չեմ հիշում, հաղթեց թե ոչ խաղը, Այդա չեմ հիշում։ Ջեր բարերներ ամեն դեպքում։ Այդա չեմ հիշում։ Այդա չեմ հիշում։ Մի հատ էլ ասա։ Չգնաս ինձնանից չհեռանաս, թե գնաս, ինձնից վառված կմնաս, ինձնից կարոտ կմնաս, ինձնից բարով կմնաս եւ ամենակարևորը պարտքերս չմոռանաս, կարոտ կմնաս։ Վառված չէ։
վարված կմնաս։ Չէ, չեմ անում ով ագրելի երկը, տենց կգրած կլինի։ Իզնից վարված կմնաս, չգնաս, նանամ, թե գնաս, իզնից վարված կմնաս, թե գնաս, իզնից կարոտ կմնաս։ Ինձ բարով կմնաս։ Իզնից բարով չի լինի։ Բարով չի բռնում։ Բարով 4-րդ տարբերակը ավելի լավն է, քան թե բարով։ Պարտքերս չմոռանաս, չէ, ավելի մարդա մոտա։ Չգնաս։ Ոնց կարոտ չմնա, վարված չմնաս, հա? Դու պետք է ընտրես տարբերակ։ Վարված չմնաս։ Լավ, եթե բարովը պարտքերը մոռացանք, մնում է վարվածն ու կարոտը։ Կարոտը։ Իզնից կարոտ չմնաս։ Բայատ էլ սկզբից լսենք։ Տենանք ուրա տանեմ, երկը որ դու ցա սկսեմ, այդ աղբյուրը որ դու ցա գալի։ Շատ լավ, խնդրեմ եւս մեկ անգամ լսենք եւ փորձենք սկզբում աղբյուրը գտնենք։ Որովհետեւ անցած երկը այտենց կթանք էլի։ Հասկացա, խնդրեմ, եթե կարելի է։ Իզնից կարոտ կմնաս, իզնից վարված կմնաս, կարոտը Իմանոր բարորը։ վարվածը կմնաս։ Վարված։ Կարոտը չէ։ Չէ։ Հաստատ։ Ես էլ չեմ դրել։ Ես արի բաներ ունենք, որովհետև այս շարահուսությանը կսազի կարոտը։ Եվ ասում եմ կարոտ։ Ասում ես կարոտ։ Հա։ Ես որ լինեի, այս երկը sense կգրեի։ Կարոտով։ Այո։ Շատ լավ։ Դեռ կարոտն ես ընտրում, վարվածը չես ընտրում, ճիշտ տարբերակը։ Շատ լավ, ճիշտ տարբերակը պետք չի ընտրել։ Ինձնից կարոտ կմնաս, այս տարբերակ ընտրեց Էդգարը, ճիշտ է դա թե ոչ, մենք հիմա կլսենք, կտեսնենք Էդգարը հաղթեց թե ոչ եւ արդեն կանցնենք առաջ, խնդրեմ։ Այո։ Ճիշտ էր էլի։ 2-1 շատ ճիշտ, այսպես Ճիշտ էր։ կամայական հաղթանակ էր։ Լուծեցինք էլի։ 0-1 պարտվելով 2-1 հաղթելը միշտ է իհարկե կրկնակի հաճելի։ Վերջ, Շնորհավոր ապրես Էդգար ջան, Այո։ Այդայնե ջեն ողջույններ։ Ջեր Այդա երկով հաղթեցիր։ Այո։ Այդա երկով։ Շատ լավ, Էդգար ջան, հիմա մինչ մեր հաղորդման ավարտին անցնելը, խնդրեմ, հիմա մի քիչ խոսենք ինչ պլաններ կա, այսինքն ինչ նախագծեր նոր կա, արի անպայման այդ քո ուսանողների հետ կապված համերգի մասին խոսենք եւ առասարակ քո գործունեության։ Սիրով, ուզում ենք անպայման համերգ անենք նոր տարուց առաջ։ Ահա։ Մեր երկով, պարով արդեն բեմադրած տարբեր ժանրերով մի քանի ժանր 2-3 ժանրի մեջ որ ավելի հետաքրքիր լինի Աստված առաջ եւ Մենահամերգ այո պայման մենահամերգ բայց շատ օրիգինալ ձևով շատ հետաքրքիր բաներ էլի այս տարի չէ արդեն հաջորդ դեդուշի շատ լավ դե մենք ամենայն դեպս իհարկե սիրով կսպասենք եւ ինչու ոչ մեծ սիրով իհարկե կհրավիրենք քեզ կրկին հյուր կխոսենք այդ համերգի մասին հետաքրքիր շատ հետաքրքիր բան եմ մտածել Աստված օրհնի շատ լավ իրական որ տարբեր unique լինի այդտեղ տես անգլերեն եմ արդեն լավ խոսել ես լավ արդեն չէ դեռ մեկ բառեր եմ օգտագործում Հետո ասում եմ, չէ։ Դե բառեր կա, որը հայերեն խոսելուց որ չես ավելի լավ չօգտագործել։ Չէ, դե բառեր կա, որ օրինակ այսպես առաջին անգամ երբ ոդք ես դնում միացյալ նահանգներ, դու այդ բառերը արդեն պետք է իմանաս։ Lawyer, citizen եւ այլ բան, հետո արդեն քո unit, Չէ, խոսում ենք, փառքաս։ Շատ լավ։ Շատ լավ։ Շնորհակալություն։ Եվ Էդգար ջան, մեր հաղորդման ավարտին այն մի փոքրիկ իհարկե կխնդրեմ քեզ անակնկալ մատուցես մեր հերոստատիտողներին եւ մեզ բոլորից, իհարկե հրաշալի երգիչ, հրաշալի կատարումներ, շատ երգեր կան իհարկե ժողովրդական հրաշալի երգեր եւ ոչ միայն ժողովրդական երգեր քո կատարմամբ, բայց մի լավ ուրախ հրաշալի երգով, եթե դեմ չես
ավարտենք այսօրվա մեր թողարկումը եւ եւս մեկ անգամ հաճելի րոպեներ պարգևենք իհարկե մեր հեռուստադիտողներին, բազմաթիվ հեռուստադիտողներին եւ մեզ բոլորիս դեմ չես։ Ես խնդրեմ դու պատրաստվի եւ կասես, որ երկն ես երկելու, իսկ սիրելի հեռուստադիտողներ, մինչ Էդգարը պատրաստվում է, ես եւս մեկ անգամ սիրով ուզում եմ ներկայացնել, հիշեցնել մեր նախագծի գործընկերների մասին։ Armenian Evening նախագծի հովանավորն է 911 Detox Center կազմակերպությունը, եթե դուք ունեք խնդիր, ունեք վնասակար սովորություններ, ունեք կախվածություն եւ ցանկանում եք ձերբազատվել, 911 Detox Center-ը կօգնի ձեզ այդ հարցում։ Դիմեք, մի հապաղեք։ Հեռախոսահամարն է 409 900911։ Եթե չգիտեք որտեղ լավ ժամանակ անցկացնել ձեր հանգստյան օրերը կամ պարզապես ուր գնալ լավ հանգիստ լավ ժամանակ անցկացնել, ապա ձեզ եմ առաջարկում Lido Palm Resort and Spa հյուրանոցային համալիրը, որովհետև մի հրաշալի, մի դրախտավայր, շուրջը իհարկե հրաշալի բնություն եւ ամենակարևորը հանքային տաք հանքային ջրով լողավազաններ, այս ամենը կարող եք դարձնել իրականություն այցելելով Lido Palm Resort and Spa հյուրանոցային համալիր։ Հեռախոսահամարն է 760 329 60 33։ Շնորհակալություն մեր գործընկերներին։ Էդգար ջան, եւ նախ ինչ ես երգելու։ Երգելու եմ Մայրամ, ախ Մայրամ։ Հրաշալի երգ, հրաշալի ուրախ երգ։ Շատ լավ։ Էդգար ջան, եւ մինչ անցնել է երգին, ես ուզում եմ նախ շնորհակալություն հայտնել քեզ այսօրվա մեր հաճելի շատ լավ ժամանակ անցկացրեցինք, հրաշալի երեկո, Armenian Evening հայկական լավ երեկո անցկացրեցինք։ Քեզ իհարկե մաղթում եմ նորանոր հաջողություններ, նորանոր բեմեր եւ բոլոր այն նպատակները, որ դու ունես եւ հասնես այդ ամենին իհարկե։ Շնորհակալ։ Ես եմ շնորհակալ եւ իրականում շնորհակալություն քեզ ու քո հրաշք աուրային, որ ուրիշ տեղ շատ հետաքրքիր հաճելի է շատ, Արմեն ջան, թող հարատևի ձեր հաղորդումը, մենք էլ գնանք լիք գանք նորություններով ու հաճելի հումորներով եւ թեթև սիրուն հաղորդումներ ունենաս միշտ ու միշտ սպասված ես, միշտ էլ սպասված կլինես։ Շնորհակալ եմ Էդգար ջան։ Ես քեզ շատ, մենք քեզ շատ սիրում ենք։ Շնորհակալ եմ անչափ, դա փոխադարձ է։ Եվ այսպես սիրելի հեռուստադիտողներ, դե վայելում ենք այս հրաշալի րոպեները։ Հենց հիմա AMJ հեռուստակիրության ուղիղ եթերում Armenian Evening հաղորդաշար Էդգար Խաչատրյան, հենց հիմա ուղիղ եթերում Մայրամ, վայելենք։ Սրա մեջ կարամ բարերը փոխեն։ Ինձ խաբեցիր, թե սիրում ես տարար սարսնձի, Սինձ քաղեցիր, նվիրեցիր, դու չար առանձի, Քո սիրտը իմ սրտին կապող չգտա մի տեղ, Սիրո ցավին մնաց գերի իմ սիրտը անմեղ, Ախ Մայրամ իմ սիրուն քեզնից ուշ մնաց, Արտասվող աչքերդ եւ այտերը թաց, Ախ Մայրամ իմ սիրուն քեզնից ուշ մնաց, Արտասվող աչքերդ եւ այտերը թաց։ Մեր թաղերի միջով հոսող առուն սառնորակ, Գարնանավար արես դարավ մի պղտոր գետակ, Չմնաց մեզ իրար կապող գետ մի արահետ, Մի կամուրջ էլ այն էլ փլվեց գնաց գետի հետ, Ախ Մայրամ իմ սիրուն քեզնից ուշ մնաց, Արտասվող աչքերդ եւ այտերը թաց, Ախ Մայրամ իմ սիրուն քեզնից ուշ մնաց, Արտասվող աչքերդ եւ այտերը թաց։ Ամեն տարի գարունկվա հետ ելնում եմ ես սար, Կարոտս առնելու համար ընկնում քարեկար, Ծաղիկս ինձ բունջ եմ անում նստում այն քարին, Որի վրա վերջին անգամ տեսա Մայրամին,
Ախ մայրամ իմ սիրուն քեզնից ուշ մնաց արտասվող աչերդ եւ այտերը թաց Ախ մայրամ իմ սիրուն քեզնից ուշ մնաց արտասվող աչերդ եւ այտերը թաց Այո Դուրը դամբուլի արավ կա Մարտինը Ախ մայրամ իմ սիրուն քեզնից ուշ մնաց արտասվող աչերը եւ այտերը թաց Ախ մայրամ իմ սիրուն քեզնից ուշ մնաց արտասվող աչերդ եւ այտերը թաց Ջան Այո Նախագծի հովանավոր 911 Detox Center Նախագծի հովանավոր Lido Palms Resort and Spa Lido Palms Resort and Spa առողջարան ձեր անմոռանալի հանգիստը Desert Hot Springs-ում Palm Springs-ի հարևանությամբ բացօթյա եւ փակ լողավազաններ, ջեկուզի, հանքային տաք բուժիչ ջուր, մերսման հատուկ սենյակ, սպա եւ անվճար կայանատեղի Հանքային տաք ջրով լոգանքները առողջարար են ոսկրերի ցավի, աղային կուտակումների, նյարդային խնդիրների եւ շատ այլ հիվանդությունների դեպքում։ Առողջարանը ունի 10 առանձին սենյակներ, ապահովված բարձրորակ հանգստի համար անհրաժեշտ ամեն ինչով, ներառյալ լոգարան եւ խոհանոց։ Զանգահարեք, ամրագրեք ձեր սենյակը 760 329 60 33 հեռախոսահամարով։ Հրաշալի եւ բուժիչ հանգիստը ձեզ է սպասում։ Նախագծի հովանավոր Monte Market